Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Քրիստոնյա հավատացյալների համար ամենակարևոր տոներից մեկը Հայաստանի եկեղեցիներում սկսվեց սադրանքների ուղեկցությամբ ընդ պետական ապարատի կողմից։ Ոստիկանները վաղ առավոտյան Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի հետ փակեցին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքը, գործող քահանա Տեր Հայկին թույլ չտալով մտնել եկեղեցի, որպեսզի պատարագը մատուցի կարգալույց հռչակված Արամայիս Թախմազյանը, նախկինում Տեր Թադեն։ Լարված իրավիճակը հանգուցալուծվեց, խոշոր բախումներ չեղան հենց Տեր Հայկի շնորհիվ, որը թեմի այլ հոգևորականների հետ մեկնեց այլ եկեղեցի։ Մեր առաքելությունը նաև ինչպես միշտ այն է, որ բացի այն, որ մեր եկեղեցու պատիվը բարձր պահենք, Աստծուն ծառայենք, առաջին հերթին մեր կյանքից ներս Աստծուն դնենք, նաև թույլ չտանք, որպեսզի որևէ մեկի քթից արյուն հոսի։ Եվ Փառք Աստծու, դա մեզ հաջողվեց, որովհետև տեսնում եք նաև, որ այնտեղ միգուցե, այսինքն հստակ երևում էր, որ սադրանքների մասնակցում։ Ես այդ բառը չեմ սիրում, բայց այո։ Մայրաթոռում հազարավոր հավատացյալներ, քաղաքական հասարակական գործիչներ մասնակցեցին Սուրբ Ծննդյան պատարագին։ Կաթողիկոսը պատարագի ժամանակ խոսեց եկեղեցու դեմ բռնաճնշումներից, ասաց, չնայած այդ ամենին եկեղեցին անսասան է։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը եւ փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, նրան ապավինելու մեջ է։ Մինչ Մայրաթոռում պատարագ էր մատուցվում կաթողիկոսի մասնակցությամբ, քաղաքական վերնախավը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր։ Նրանց համար պատարագը մատուցում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը նույնպես միացել է եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին։ Հարկատուների գումարներից սնվող հանրային հեռուստաընկերությունն ի դեպ եթերը հեռարձակել ոչ թե կաթողիկոսի մասնակցությամբ Մայրաթոռում, այլ Գրիգոր Լուսավորիչում ընթացող պատարագը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագից հետո Փաշինյանը ԿՊ ամբողջ կազմի, նախարարների, պատգամավորների, նաև երկրի նախագահի հետ երթ է արել դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Երթին կաթողիկոսի դեմ դուրս եկած Փաշինյանին միացած եպիսկոպոսները չէին մասնակցում։ Լրատվամիջոցների տեղեկություններով իշխանությունը վարչական ռեսուրսեր կիրառել երթին մարդկանց մասնակցություն ապահովելու համար։ Նրանք մայրաքաղաքի փողոցներով քայլեցին Փաշինյանի առաջնորդությամբ, երթի ավարտին նա ելույթով հանդես եկավ։ Շատ խորհրդանշական է, որ մեր քրիստոնեության ընդունած առանցքային սիմվոլները այսօր Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում են։ Եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են։ Փաշինյանի ելույթի ավարտին միջադեպ տեղի ունեցավ։ Օհանավանից եկած քաղաքացին հարվածեց զոհվածի մորը։
Ինչ կա այդ մեշոկի մեջ ինչ կա, մեզ նվեր ես բերել, ինչ ես արել, նվեր ես բերել, ինչ ես արել մեզից, մեր բաբիկն ես, ինչ ես, ինչի, ոնց ես աղալ, Հանգստացի, երևում կեզի մի հատ նորսու փազոր սրսկեր, որ պիտի ինչպես նաև փողոքովը, զիվի, մաքրվեք գնացեք։ Մաքրվեք, Հիսուս Քրիստոսի Իդեպ երթի տեսանյութը կիսվելիս Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այն նախ տառասխալով էր գրել ուղտերթ, մոտ 15 րոպե անց ուղղել էր։ Մինչ Փաշինյանը նոր թափ է հաղորդում եկեղեցու դեմ իր արշավին, Ադրբեջանի նախագահը կրկին Զանգեզուրի միջանցքի մասին է հայտարարում։ Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է, Ադրբեջանն այդ միջանցքը ստանալու է, ինչ անունով էլ այն կոչվի, նրա բնույթը մնալու է նույնը։ Ալիևն ասել է, չի կարծում, թե Հայաստանը կկարողանա խուսափել դրանից։ Նրա խոսքով դա հավասարազոր կլիներ ինքնասպանության, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր անունն է տվել այդ ճանապարհին։ Ալիևն ասել է նաև միջազգային իրավունք այլևս գոյություն չունի, բոլորը պետք է մոռանան դրա մասին։ Նրա խոսքով միջազգային իրավունքին այժմ փոխարինում են ուժը, համագործակցությունն ու դաշինքը։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է, իրական աշխարհի օրենքները վկայում են այն մասին, որ այն կառավարվում է ուժով ու հզորությամբ։ Նա դրանք անվանել է աշխարհի երկաթյա օրենքներ։ Իդեպ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտնել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության համար մոտ 200 ամերիկացի զինվորական է մտել Վենեսուելայի մայրաքաղաք։ Վենեսուելայում Միացյալ Նահանգների միջամտությունը թուլացնում է ՄԱԿ-ի դերը որպես երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու միակ մեխանիզմ, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը։ Նա ամերիկյան միջամտությունը Վենեսուելայի ինքնիշխանության ու ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է անվանել, ասել է, որ այն վնաս է հասցնում միջազգային անվտանգության ճարտարապետությանը, յուրաքանչյուր երկիր դարձնելով պակաս պաշտպանված։ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների, այդ թվում երկրի մեծությամբ երրորդ քաղաքում Սիդոնում գտնվող թիրախներին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, հարվածներ են հասցվել Հեզբոլահի մի քանի զենքի պահեստների, այդ թվում ստորգետնյա, ինչպես նաև Համասի զենքի արտադրության օբյեկտների Լիբանանի հարավում։